Հայաստանից ծվերային աշխարհը միշտ էլ լի է գաղտնիքներով։ Այն մարդկանց համար, ովքեր գործում են սահմանների ու օրենքի միջավայրում, անհրաժեշտ է ուշադիր գնահատել յուրաքանչյուրը քայլերի և հետևանքների առումով։ Մարզպետունի Պետրոսյան, կամ ինչպես հայտնի է քրեական շրջանակներում Մարսո, դեռևս ապրելով, ներկայացնում էր խորհրդանշական հեղինակություն։ Նրա անունը լայն ճանաչում էր ձեռք բերել ոչ միայն քրեական շրջանակներում, այլև հասարակության որոշ շերտերում։ Նրա կյանքը, սակայն, դադարեց 2009 թվականին մի ողբերգական առավոտ։ Դեպքը, որ այսօր լայնորեն ուսումնասիրվում է, ցույց է տալիս, թե ինչպես առանց կանխատեսելի հետևանքների անձնական, ընտանեկան և սոցիալական հակասությունները կարող են վերածվել ողբերգության։ Այս տեսանյութում մենք կներկայացնենք Մարսոյի կյանքի վերջին օրերը, հարաբերությունները նրա շուրջ և այն հանգամանքները, որոնք հանգեցրին իր մահվանը։ Մարսոն հայտնի էր որպես օրենքով գող, բայց այն կարգավիճակը, որը տրված էր նրան, ոչ միայն պաշտպանում էր նրան, այլև դառնում էր հակասությունների կենտրոն։ Նրա ազդեցությունը ընդգրկում էր կրիմինալ միջավայրում վստահելի գործընկերների ցանկ, տարածքային և ֆինանսական հետաքրքրություններ, միջնորդություն և խորհրդատվություն այլ ենթակառուցվածքների համար։ Մարսոյի դիրքը ստեղծել էր մի յուրահատուկ հիերարխիա, որտեղ նույնիսկ փոքր տարաձայնությունը կարող էր դառնալ լուրջ հակասության պատճառ։ Անձնական հարաբերություններում և ընտանիքի շրջանակներում այդ դիրքը հաճախ բերում էր մրցակցային իրավիճակների։ Մարսոն իր ազդեցությամբ կարող էր կարգավորել բազմաթիվ հակասություններ, բայց ոչ բոլորն էին պատրաստ պահել հավասարակշռությունը։ Նրա կյանքում եղել են նաև ընտանեկան հակասություններ։ Պերճիկ Շաբոյանի և Մարսոյի ընտանիքների հարաբերությունները տարիների ընթացքում սկսել էին բարեկամական բնույթ ունենալ, սակայն աստիճանաբար լարվածացել էին։ Լարվածության աղբյուրներն էին ֆինանսական տարաձայնություններ, տարածքային և սեփականության հարցեր, ընտանեկան պարտականությունների բաժանում։ Քննության ընթացքում պարզ դարձավ, որ կոնֆլիկտները շատ էին խորքային բնույթ ունեցել, և տարիների ընթացքում դրանք կուտակվել էին, հասցնելով այն մակարդակին, որ վերջապես հնարավոր եղավ ողբերգական միջադեպի առաջացումը։ Այդ ժամանակ Պերճիկ Շաբոյանը հայտնել էր դատարանում, որ իր ընտանիքը ծանր սոցիալական վիճակում է հայտնվել, և այս իրավիճակի մեղավորը ըստ իրեն Մարսոն էր։ 2008-2009 թվականներին լարվածությունը հասավ գագաթնակետին։ Մարսոյի և Պերճիկ Շաբոյանի միջև առաջացած վեճերը, հատկապես ընտանեկան և ֆինանսական բնույթի, դարձան առանց վերադարձի և ստեղծեցին ներուժ, որը կհանգեցներ ողբերգությանը։ Մարսոյի դիրքը պաշտպանություն էր ապահովում, բայց հակասությունները արդեն անձնական բնույթ էին ստացել։ Պերճիկը սկսեց մտածել, որ իր և իր ընտանիքի սոցիալական ճնշումը կարող է մեղադրել Մարսոյին, և այն հանգուցալուծումը, որը կդիտարկեր անձնական վրեժ, արդեն պայմանավորված էր տարիների շարունակված լարվածությամբ։ 2009 թվականի հունիսի 20-ի առավոտյան Մարսոն գտնվել էր իր տան բակում մանկահասակ երեխայի հետ։ Պերճիկ Շաբոյանը, համոզված լինելով, որ Մարսոն մեղավոր է իր և իր ընտանիքի սոցիալական ծանր վիճակի համար, որոշեց լուծել խնդիրը ձեռքի ուժով։ Դեպքի ժամանակ նա զինված էր մեկ կրակող զենքով։ Քննության տվյալներով նա մոտեցավ տան մուտքին, նկատեց Մարսոյին և իրականացրեց կրակոց։ Մարսոն փորձեց պաշտպանել իրեն և երեխային, սակայն կրակոցներից ստացավ ծանր վնասվածքներ։ Երեխան ողջ մնաց միայն թեթև վնասվածքով։ Մարսոն տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ, ցավոք, մահացավ։ Դեպքից հետո Պերճիկը ներկայացավ ոստիկանություն և հանձնեց զենքը։ Դատարանը վերլուծեց բոլոր վկայությունները, փորձաքննությունները և սոցիալական շարժառիթները։ Դատավճիռը Պերճիկ Շաբոյանը մեղավոր ճանաչվեց դիտավորյալ սպանության համար։ Հաշվի առնելով ծանրացուցիչ հանգամանքները, դատապարտվեց 12 տարվա ազատազրկման։ Վճիռը մտավ ուժի մեջ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից հաստատված։ Մարսոյի մահը չէր ավարտել քրեական աշխարհի հակասությունները։ Դեպքից հետո արձանագրվել են ևս մի քանի սպանությունների և վրեժխնդրության գործողություններ, որոնք ուղղված էին Մարսոյի ընտանիքի և մտերիմների վրա։ Այս դեպքերը ցույց տվեցին՝ վրեժխնդրությունը ստվերային աշխարհում երկարատև է։ Հանցագործ միջավայրում գործողությունները դոմինոյի էֆեկտ ունեն, սոցիալական և ընտանեկան հակասությունները կարող են կրկնակի ուժով վերադառնալ։ Մարսոյի դեպքը հնարավորություն է տալիս ուսումնասիրելու ստվերային աշխարհի տրամաբանությունը, նաև հասկանալու, թե ինչպես անձնական և ընտանեկան հակասությունները կարող են վերածվել մանցու հետևանքների։ Անձնական հակասությունները և սոցիալական ճնշումը կարող են դառնալ հիմնական շարժառիթ։ Հանցավոր միջավայրում որոշումները հաճախ ընդունվում են արագ, բայց հետևանքները երկարատև են։ Կրիմինալ հեղինակությունը պաշտպանություն է, բայց ոչ անսասան պաշտպանություն։ Մարզպետունի Պետրոսյանի մահը թողել է խորը հետք Հայաստանում և ապացուցում է, որ անգամ ամենահեղինակավոր դեմքերը պաշտպանված չեն կյանքում ծագած հակասություններից։
Նրա դեպքը հիշեցնում է մեզ, որ ցանկացած գործողություն ստվերային աշխարհում կարող է երկարատև հետևանքներ ունենալ, եւ այն կարող է անդրադառնալ ոչ միայն անմիջական անձանց, այլ նաեւ նրանց ընտանիքների եւ ամբողջ միջավայրի վրա։ Մարսոյի, մարզպետունի Պետրոսյանի պատմությունը չի ավարտվում միայն մեկ կրակոցով կամ մեկ դատավճռով։ Այն շատ ավելի լայն է, ավելի խորքային եւ ավելի վտանգավոր, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այս պատմության մեջ չկա միայն մեղավոր եւ զոհ պարզ բաժանումը, կա տարիներով կուտակված լարվածություն, չլուծված հարցեր, լուրջ սպառնալիքներ, կոտրված հարաբերություններ եւ մի միջավայր, որտեղ խնդիրները երբեք չեն լուծվել խոսքով, այլ պարզապես հետաձգվում են մինչեւ պայթյունի պահը։ Մարսոն տարիներ շարունակ եղել է մի համակարգի մաս, որտեղ հեղինակությունը ուժ էր, իսկ լռությունը օրենք։ Այդ համակարգում ամեն քայլ, ամեն խոսք, ամեն չասված նախադասություն կարող էր դառնալ ճակատագրական։ Եվ հենց այդ լռությունների մեջ էլ ծնվում են ողբերգությունները։ Այս դեպքը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ստվերային աշխարհում ոչ մի կոնֆլիկտ երբեք իրականում չի փակվում, այն պարզապես անցնում է մեկ փուլից մյուսը։ Մեկ մարդու մահը չի նշանակում պատմության ավարտ, այլ հաճախ դառնում է նոր շղթայի սկիզբ։ Դատավճիռները կարող են լինել վերջնական իրավական իմաստով, բայց երբ խոսքը վերաբերվում է հանցավոր աշխարհին, այնտեղ հիշողությունները երկար են ապրում, իսկ հաշվեհարդարները ուշացած, բայց կանխատեսելի։ Մարսոյի մայից հետո հաջորդած դեպքերը դա ապացուցեցին՝ սպանություններ, փոխադարձ մեղադրանքներ, չպարզված հանգամանքներ, հարցեր, որոնք այդպես էլ բաց մնացին, եւ ամենակարևորը մարդիկ, որոնք հայտնվեցին այդ շղթայի մեջ, հաճախ առանց ընտրության։ Այս պատմությունը նաև հիշեցնում է, որ նման միջավայրում տուժում են ոչ միայն ներգրաված անձինք, այլ նաև նրանց ընտանիքները, երեխաները, հարազատները։ Նրանք, ովքեր երբևէ որոշում չեն կայացրել, բայց ստիպված են կրել դրա հետևանքները։ Երբ մենք նայում ենք այս դեպքին տարիների հեռավորությունից, այն դառնում է ոչ միայն քրեական պատմություն, այլ նախազգուշացում։ Նախազգուշացում այն մասին, թե ինչի կարող է հանգեցնել իշխանության, ազդեցության եւ վրեժի փակ շղթան։ Սակայն այստեղ պատմությունը չի ավարտվում, որովհետև դեռ կան դրվագներ, որոնք արժանի են առանձին ուսումնասիրության, կան հարցեր, որոնց պատասխանները կամ չեն տրվել, կամ տրվել են միայն մասնակի, եւ կան մարդիկ, որոնց անունները այս պատմության մեջ դեռ չեն հնչել ամբողջությամբ։